կոնկրետ նշում Նիկոլ Փաշինյանի անունը, Փաշինյանն էլ օրինակ առիթ ունեցավ վերջերս ասելով, որ հենց գնաց, այսպես ասած, հեռացավ երկրից, նոր հիշեց, որ մենք մեղավոր ենք, ձախողել ենք, ես ենք արել։ Կարիք չկա արդյոք պարզաբանել, գալ, ցույց տալ, եթե ինչպես պնդում եք, այսպես ասած, ինքը այս ամենի հետ կապ չի ունեցել։ Տեսեք։ Որտեղ հեռանալ հեռվից խոսելը նշանակում է փախուստ։ Տեսեք։ Քերոփյանի արածի մեջ միտում տեսնում եք Վահան Քերոփյանի արածի մեջ ինչքանով որ դուք եք տեղյակ գործի։ Ես տեսեք, վերջի հարցին մի անգամից պատասխանեմ, ես միտում չեմ տեսնում, բայց տեսնում եմ արդյունք, հետևանք եմ տեսնում։ Այսինքն Քերոփյանի գործողությունների հետևանքն եմ տեսնում, ու դրանցից այդ գործողություններից հետո է այն իրավիճակը առաջացել, ինչ որ հիմա արկա է, ինչից որ հարցեր եք հիմա տալիս։ Այդ հարցով։ Մյուս հարցը, թե ինչու կգա ցուսմուկ կտա ինչ կանի, Դավիթ Փափազյանին քանի անգամ որ հրավիրել են հարցաքննության ներկայացել է եւ բոլոր պարզաբանումները տվել է։ Քրեական թե ինչու է հիմա այդպես արտահայտվում, կարող եմ ենթադրել, ես ուղիղ իրենից չեմ հարցրել, տեսեք, երբ որ գործ են քննում, բոլորս կողմ ենք, որ այդ գործը քննեն, բարձեն հասկանան, թե ինչ է եղել իրականում, բայց երբ որ հանիրավի եւ ապօրինի առանց հիմնավոր պատճառի մեղադրանք է ներկայացվում անձին, որի ոչ իրավաչափ լինելը այդպես կիսատ մնաց, ես սա կամբողջականացնեմ, բնականաբար անձը իրավունք ունի նաեւ որոշակի պարզաբանումներ մտցնել այդ կապակցությամբ, ես էլի պնդում եմ, որ կոնկրետ նրա անձից բխող պատասխանները ակնկալեք նրանից, Facebook-յան պաշտոնական էջ ունի, կարող եք այդ էջով կոմունիկացվել կամ հետևել այդ էջին, կարծում եմ բարբերաբար կլինեն պարզաբանումներ այդ կապակցությամբ, բայց այստեղ ասում է, օրինակ, ինչ հայտարարություն է արել Փաշինյանի քննանքի գործով։ Ի վերջո, պետության մասնակցությամբ է եղել այդ հիմնադրամը, այդ ամեն ինչը նկատում մասնավոր ուղղակի ինչ-որ բան չէ, մոտից եկած։ Ինքը ասում է, չէ, հայտարար թերություններ, հրահողումներ, իսկ ասում օրինակ իրենք ինչ են արել։ Հիմա օրինակ իրենցից ոչ մեկը փաստորեն այս բանի չկա մեղադրյալ կարգ։ Հիմա մի հատ զուգահեռ անցկացնենք, օրինակ դուք կհիշեք նույն վարչապետի խոսքը ֆլայարնայի հետ կապված։ Բովանդակությունը հիշում եք ոնց էր բովանդակությունը։ Չէ, երբ որ ձախողվել էր, հա, այդ ոնց էր, էլի, ասենք կոնկրետ այն տոնով չէր, չէ, ինչ որ անիֆին էր վերաբերվում։ Հա, ոնց որ ընդհանուր ասում էր, որ ձախողվեց, չէր ասում, որ խայտարակություն է, սա է, այնը ցավոք սրտի ձախողվեց, բայց երբ որ արդեն անիֆի հետ կապված էր այդ ամեն ինչը, կարծեմ արձագանքնելու գնահատականները այլ էին։ Հիմա սա քաղաքական կոնտեքստ է, ես ինչպես գիտեք, այդ քաղաքական կոնտեքստից փորձում եմ հեռու մնալ այնքանով, որքանով դա չի առնչվում քրեական վարույթին, ես կարող եմ քրեական վարույթի փաստերը ներկայացնել եւ վերլուծելու հնարավորություն տալ ձեզ, կարող եմ այդ ձևով ձեր տված հարցերին պատասխանել։ Ես չեմ ուզում քաղաքականության մեջ մտնել, որովհետև դա իմ մասնագիտությունը չի, իմ գործունեության բնույթը այս գործով պաշտպանություն իրականացնելն է այս բանը։ Դրա համար ես կարող եմ ներկայացնել այդ մեղադրանքի անհիմն եւ ապօրինի լինելը ու դրա առկայությամբ դուք կարող եք վերլուծել, թե ինչի եղավ Դավիթ Փափազյանին, մյուս անձանց ու ինչի չեղավ ձեր ենթադրյալ կամ ձեր մտքով անցած այլ անձանց նկատմամբ։ Հիմա տեսեք ինչ կարևոր հանգամանք կա։ Այդ CFW ընկերության կողմից կատարված բոլոր ծախսերը կատարվել են ընկերության խորհրդի որոշումների հիման վրա։ Այդ տնօրենին, որ մեղադրում են, անհիմն մեղադրանք է, որտեղ տնօրենը ոչինչ չէր կարող անել, քան կատարել խորհրդի որոշումները։ Այդ խորհրդում ներգրաված են եղել եւ Դավիթ Փափազյանը եւ եւս մեկ ազգությամբ հայ անձ, չեմ ուզում անունը տամ, որտեղ քրեական վարույթով նրա նկատմամբ որևէ գործողություն չկա, չեմ ուզում խթանեմ այդպիսի ինչ-որ բան։ Հիմա տեսեք, եւս երկու անձ, որոնք այդ Orbis ընկերության ներկայացուցիչներն են, եւ եւս մեկ անձ, որը այդ բոլոր ընկերությունների հետ փոխկապակցված է։ Դրանք արտասահմանցիներ են ու նույն որոշման տակ ստորագրել են, որի հիման վրա գումարներ են փոխանցվել։ Ու այդ պարագայում ոչ, կարծում եմ չկան թիմակիցներից, բայց այդ մեղադրանքի էությունը դրանով չի պայմանավորված, թիմակից լինել չլինելով չի։ Այստեղ խնդիրն է, որ այս պայդրությամբ
ասենց կիսատ պռատ տվյալներով ընդամենը ոնց որ պետք էր ինչ-որ մեղադրյալներ ունենալ, ու եթե կիսատ պռատ չեն այդ տվյալները, պետք է առնվազն օրինակ այդ փողերի լվացման հոդվածը ունենալուց առաջ ունենալ օրինակ Դավիթ Փափազյանի ֆինանսական, չգիտեմ, բանկային հաշիվների հետ կապված ինչ-որ տվյալներ կապված այն ընկերության հետ, ուր որ վերջնական արդյունքում գումարները ուղղվել են։ Այսինքն ինչ-որ մի կերպ պետք է ինքը այդ գումարների հետ առնչություն ուներ, որ մենք դիտեինք, որ այս ամեն ինչը արվել է այդ փողերը, չգիտեմ, լվալու, դրանց օրինական տեսք տալու համար։ Այսինքն ինչ է ստացվում։ Այդ ընկերությունը ձևական է հիմնադրվել, որպեսզի պետության կողմից գումար ներդրվի տեղ ու այդ գումարները, այսպես ասենք, հափշտակվեն եւ օրինականացվեն։ Ընդհանուր մեղադրանքի տրամաբանությունը, այո, ընդհանուր տրամաբանությունը սա է, իսկ այս տվյալները ունենալու համար առնվազն պետք էր նախ հիմնավորել, որ ընկերությունը ապօրինի է հիմնադրվել, ինչը այդպես չէ։ Ես այդ կեղծ փաստաթղթի մասին էի ուզում խոսեի, ենթադրյալ կեղծ փաստաթղթի, տեսեք, այս ANIF-ի նոր ղեկավարությունը ինչ որ փաթեթներ է տրամադրել վարույթ իրականացնող մարմնին, որտեղից գտել են մի փաստաթուղթ, որում խոսվում է օտարերկրյա կազմակերպության, այդ գործընկեր կազմակերպության կողմից ներդրվող այդ տեխնոլոգիաների արժեքի մասին, չէ՞, մենք գումար ենք ներդնում, գործընկեր կազմակերպությունը պետք է դրան համարժեք soft ներդնի, այսինքն միջոցներ ներդնի։ Այդ արժեքը բարձելուն ուղղված մի կազմակերպության հարցում է արվել, Fronterra անունով, այդ կազմակերպության կողմից տրվել է գնահատական, ներդրվող ոչ նյութական ակտիվների վերաբերյալ։ Հիմա այնպես է ստացվել, որ այդ վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվող փաստաթղթում կա որոշակի անհամապատասխանություններ ամսաթվային, այսինքն այնտեղ ամսաթիվը նշված է այնպիսի ամսաթիվ, օրինակ փետրվար ամիս 23 թվականի, երբ որ այս ընկերությունները CFW, Hike Holdings, Ara Technologies հենց ստեղծված չեն, բայց փաստաթղթում խոսվում է դրանց արդեն ստեղծված լինելու մասին։ Իսկ այն աբսուրդ հակասություն է, էլի չէր կարող փաստաթղթում խոսվել մի այդ թվով ամսաթվով փաստաթղթում խոսել մի ընկերությունների մասին, որոնք դեռ չեն ստեղծվել, բայց իրականում այդ փաստաթուղթը չի եղել ընկերության հիմնադրման հիմքում դրված, այդ գնահատման արժեքը կա։ Մենք վարույթ իրականացնող մարմին ներկայացրել ենք այդ փաստաթուղթը ամսի 30-ի մարտի 30-ին կազմված փաստաթուղթ, հենց այդ մարտի 30-ին էլ այդ ընկերությունները հիմնադրվել են, որով այդ գնահատումը իրականացվել է եւ դրա հիման վրա է CFW ընկերությունը ստեղծվել։ Հետևաբար, եթե ընկերության ապօրինի լինելու միակ հիմքը այդ կեղծ փաստաթուղթն է եւ պարզվում է, որ դրա իրականը կա, որը հենց հիմքում է եղել այդ ընկերության, թող քննությունը պարզի այդ երկրորդ փաստաթուղթը ինչպես է հայտնվել եւ արդյոք դա իրավական նշանակություն ու հետևանք ունեցել է թե չէ, եւ եթե այդ ընկերությունը օրինական է հիմնադրվել, հետեւապես նաեւ գումարները օրինական են ներդրվել, ինչ փողերի լվացման մասին ու չարաշահման մասին է խոսքը։ Ընդհանրապես Դավիթ Փափազյանի տնօրենի, ANIF-ի տնօրենի պաշտոնից հեռացվելուց հետո, քանի որ նա նաեւ եղել է CFW ընկերության խորհրդի նախագահը,